Աշխատանքային շաբաթվա սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ան Բրասերին։ Հանդիպման առանցքում տարածաշրջանային հիմնախնդիրներն ու հնարավոր մարտահրավերներն են եղել։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադառնալիս վարչապետ Աբրահամյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով ԵՀԿ Միսկի խմբի շրջանակում։ Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի խախտմանն ուղղված գործողությունները, ինչը չի նպաստում հակամարտության լուծմանը։ Ան Բրասերը եւս անընդունելի է համարել հակամարտության գոտում լարվածության աճը եւ ասել է, որ ԵԽԽՎ-ի համար գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մեկ ուղի՝ երկխոսություն հակամարտող կողմերի միջև։ Կառավարությունում ստորագրվել է Հայաստանի եւ Եվրասիական զարգացման բանկի միջև հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարության ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագիր, որի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է 150 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ։ Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը վարչապետի հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել քննարկել մեր երկրում ներդրումային նախագծերի իրագործման հեռանկարները։ Չորեքշաբթի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին։ Դեսպան Միլսը ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներում ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական արժեքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել կրճատել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում եվրոպական պետություններում եւ Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ֆինանսավորումը։ Ըստ Ռիչարդ Միլսի, դա պայմանավորված է ոչ թե հայ-ամերիկյան հարաբերություններով, այլ միջազգային տարբեր հիմնախնդիրներով։ Այս շաբաթ գործադիրը առաջնահերթերի ցուցակ բերեց եւ հաստատեց Երևան-Երասկ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի առանձին հատվածների մակերևութային ճանապարհային աշխատանքներ իրականացնելու ծրագիրը եւ այդ նպատակով տրանսպորտի եւ կապի նախարարությանը հատկացրեց 53.5 միլիոն դրամ։ Օրենսդրության ազգային կենտրոնի առաջարկով կպարզեցվի արտոնագրային վճարը կարգավորող օրենսդրությունը։ Փոփոխություններով առաջարկվում է արտոնագրային հարկը սահմանել տեղական հարկ, ինչը կհանգեցնի ոլորտում ստվերի կրճատմանը եւ դուրս կգա շրջանառության 9 միլիոն դրամի շեմը։ Սրա շնորհիվ արտոնագրային հարկով հարկվող ֆիզիկական անձը նաեւ հաշվառում վարելու անհրաժեշտություն չի ունենա։ Գործարար միջավայրի բարելավմանն է միտված նաև մաքսային եւ հարկային ոլորտներին վերաբերող եւս մեկ առաջարկ։ Միջազգային մի շարք պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային եւ այլ պարտադիր վճարների արտոնությունից օգտվելու համար անձը ստիպված է լինում շփվել 3 պետական մարմնի հետ եւ արդյունքում բավական ժամանակ ծախսել։ Որոշման փոփոխությամբ ներդրվում է մեկ պատուհանի սկզբունքը, ինչի շնորհիվ կկրճատվեն փաստաթղթերի կրկնակի ներկայացումը, ժամկետը, ավելորդ վարչարարությունը, կստեղծվի տեղեկանքների ձեռքբերման առցանց հնարավորություն։ Ավելի քան 14 միլիոն դրամ գնահատվող գործընթացի արժեքը կնվազի մինչև 307,000 դրամ։ Վարչապետը կարևորել է որոշման շնորհիվ ակնկալվող դրական փոփոխությունները, շեշտելով ավելորդ վարչարարության կրճատումը։ Կառավարությունը շարունակում է հարկային արտոնություն տրամադրել 200 միլիոն դրամի շեմը գերազանցող ներդրումների դիմաց։ Սևանի իշխան ընկերությունը կներմուծի 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներ, որի դիմաց կառավարությունը կհետաձգի ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը մինչև 2018 թվականը։ Սևանի իշխանի վերամշակման գործարան կառուցելու համար ընկերությունը նախատեսում է շուրջ 3 միլիարդ դրամի ներդրում կատարել։ Ծրագրի իրականացմամբ կստեղծվի մոտ 150 աշխատատեղ։